Ինչ գեղեցիկ է ոտնագող եղավ երկինք երկիրը ստեղծող Աստվածը դերը որ մարտացավ մեզ սիրելուն համար որբեսի մենք ապրենք հավիտենական կյանք ունենանք մենք որ իր պատկերին նմանությամբ ստեղծված էինք հավիտենաբես իր հետը այդ հարաբերության սիրո մեջ հավիտյան ապրելու մեր մեղքին պատճառով երբ գործընծուցինք Աստված Հովանու ավետարանի մեջ կսե Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին որդին տվավ, որբեսի անոր անոր հավատաց չգործվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Ամեն, ինք արժանի ամեն բարգի։ Ամեն։ Ինչալ լան կյանքի պայմաններ, ինչքան ալ դժվարություններու մեջ են անցնենք, կյանքը բարդանա, նեղությունները լան, բաները լան, մեկ հատ եթե հիշենք, որ ինքը ինչ երավ մեզի համար, ամենը զերոյի գինան ադոնց դիմաց, ամեն, համաձայն եք ժողովուրդ։ Գերնանք ուրեմն այսօր ասբաշտամունք հատ գետրոնացումով գնալ, ինչ որ է պայմանները, հիմա շատ պայմաններ կան, ցայներ գլսենք, բաներ գլսենք, գծնծվինք, գվախնանք եւ այլն, բայց այս բոլորը ինչ են, ամենը զերո են։ Ես անցյալ օրը բան եղավ էդս, ուրեմն մեկ վարյանվա համար ասանք մեջս վախ մտիրեց, որ ինչ կլագոր, մենք վարժվեր ենք, հանգիստ կյանք ապրելու, ամեն ինչ լավ կընտանար գոր եւ այլն, ինչ եղավ, վախ մի եղավ մեջս։ Եվ որ այդ վախը եկավ, ըսկացի որ վախը վախնալիք է։ Չեմ գիտեր եթե բիթասկնակ, ըսկացի որ վախը վախնալիք է եւ ոչ թե այդ պայմանները, որոնք վախին մեջ ինձ գուկային գոր։ Այսինքն ես սկսա վախեն ավելի վախնալ, քան թե այդ վախին մեջ եկած նկարները, պատկերները, որ արժևս գուկային գոր, բայց երբ դիրոջ արժև գեցա եւ աղոթեցի, ես վարյան չի դվեց, այդ վախը ամբողջությամբ բարադեցավ եւ Աստված ամեն ինչ գիտե։ Եթե բادرազմ պիտի լա, ես գավադամ որ պիտի չլա, ինքը գիտե։ Ես ուր որ ալլամ, իր պատկերը պիտի արդացոլացնեմ։ Խաղաղության մեջ, բادرազմի մեջ, արադության մեջ, անօթության մեջ, թող որ իր անունը բարավորենք, եւ երբ որ իր անունը բարավորենք, ինչպես իր խոսքը գսե, մեզի ինք իր աչքին պիպին պես պիտի օկա, ամեն։ Մեգում աչքը պորպոկած է, ասկի առաջ, հազիվ գարմիր դեսնենք, ամիջապես թարմանումի գանցինք։ Աչքին պիպին պես մարմինին ամենեն կարևոր անդամներեն մեգում պես Աստվածաշունչը գսե որ ինքը մեզի գոկա ներողություն Ալեքսի ասոնք Okay հարցումը ցեզմե քանի հոգիներ դբրոց կացած է կյանքի մեջ առաջին դասարան, երկրորդ դասարան, 10-րդ դասարան, բակալորիա համալսարան քանի հոգի նիշ արած է 100-ի վրա երբ որ 99 բերեք ինչ կլակ Ինչ կլակ գուրախանակ սոսինավոր բան մսավ 100 գուզենք բայց հիմա ձուր նստինք շիդակ խոսենք 100-ի վրա 99 պերեսն է չես ուրախանանք մենք անցյալ օրը վիճակացույցները եւ որ արինք տեսանք որ միջինները բարձրացել են 20-ի վրա մոտավորապես 17.18-ի մոտ էր մեզի համար շատ ուրախություն էր 20 չէր 18-ի մոտ էր որ 80-ի պես է այսինքն մենք շատ ուրախ էինք բզիկներուն նիշերով եղած է չէ ծեր զավակները երբ որ նիշ բերեն 100-ի վրա 99-ին է ինչ կնեք, կաչալերեք, այսինքն չեք հանդիմաներ, որ ինչու սխալ էր մեկ նիշ կորսնցուցիր, համացայն եք 99-ը լավ նիշ է, չէ? Մեզի համար լավ նիշ է, Աստուծո համար լավ նիշ չէ։ Մեզի համար շատ լավ նիշ է, Աստուծո համար լավ նիշ չէ։ Ոչ թե դբրոցի տասին մեջ Աստուծո համար լավ նիշ չէ, Աստուծո համար լավ նիշ չէ, որովհետև մենք չենք կրնար Աստուծո ըսածները ընել 99%։ Մենք Աստուծո ըսածները պիտի ունենք 100%։ Դարբերություն կա 99% եւ 100%։ Ցեզի աս օրինակը դամ վերջին համարներն պիտի երթամ Ալեքսի պիտի գարտանք Հովանու ավետարան 4-րդ գլուխ 34-րդ համար Հիսուս սկսե եւ որ աշակերտները գմոդենան իրեն այդ սամարացի գնոջ պատմության ադեն եւ որ գմոդենան իրեն եւ գերագուր գարաչարգեն Հիսուս իրենց բան գսե Գարձեմ որ գերերը Հիսուս կանի գուշտ գտվի իրենց, գսե իմ գերագուրս այն է, Հովանու 4.34, իմ գերագուրս այն է, որ կործատրեմ զիս ғրգողին գամկը։ Ինչ է Հիսուսին գերագուրը, հաց, ծուկ, միս, ասոնք են, ինչ է, զիս ғրգողին գամկը գադարեմ, բայց միան ադանք չսեր, որովհետև գամկ գադարել գա, Գարձես Հիսուս գուզե որ գամք կադարելու մեջ պամը պաստել, համարը գշարունակի ասելու եւ լրումին հասցնեմ ադոր կորձը, ինչն եմ լրումին ասեմ, այսինքն ոչ թե միայն գամքը գադարեմ եւ գարձեմ որ գամքը գադարեցի իմ հասկացած ծևով ըստերևս 100-ի վրա 99, գսե լրումին գադարեմ, այսինքն 100-ի վրա կանի
100-ի վրա 100, այսօրվա նյութին վերնակիրն է մինչև գադարում, ոչ թե գադարում եմ մեկ աստիճան առաջ, այլ մինչև գադարում, նայեցեք Մատթեոս 26:36-ն, եթե նայենք Հիսուս Գեթսեմանի մեջ ինչ վիճակի մեջ անցավ, Հիսուս երրավոր առաքելության ընթացքին շատ բաներ արավ, կարոզեց երկնքի տակավորության մասին, Աստծո կամքն էր, այո կամ ոչ, այո, բժշկություններ կատարեց, Աստծո կամքն էր, այո կամ ոչ, Սատանային դանջվածները բժշկեց, ազատագրեց, Աստծո կամքն էր, այո կամ ոչ, այո, Հիսուս գրնար դերևս բավարարվիլ ասոն կնելով, լեցուն Աստծո կամքը կատարեց, դերևս 99% կատարեց Աստծո կամքին, թող վերջանա, բայց Գեթսեմանի մեջ Հիսուս ինչ արավ, աղոթեց Աստծո, որովհետև իր հոգին կդարաբեր, որովհետև հասած էր այդ ժամանակ, երբ իր սիրելի աշակերտը Հուդան պիտի զինքը մատներ եւ ինքը խաչը պարսանար, որ նաեւ Աստծո կամքն էր եւ որ լրումը եւ գադարումն էր այն առաքելության, որուն համար ինքը աշխարհ եկած էր։ Հիսուսի սիրտը գդակնաբեր, Հիսուսի մարմինը գդակնաբեր, այնքան շատ գդակնաբեր, որ գսե աղոթած ադենը քրդինքին հետ միասին գաթիլ արյուն գհոսեր։ Հիսուս դարաբանկի մեջ էր, իրեն համար թյուրին չէր, որովհետև Աստված էր մարդացավ, ասել չէ որ ինք հոնդեղ հրաշքով հրավատ մեկը, ոչ, որպես մարդ գրեց այդ դարաբանկը, այդ ցավը, հոգեվիճակը, ջնշումը, ամենը գրեց, եւ Գեթսեմանին մեջը 26:36-ն եթե գարտան գսե առաջին անգամ գաղոթե գսե հայր իմ եթե կարելի է այս բաժակը հերացուր ինձ մե վերջին դեղն ենք համարներում մեջ դղակ ամենեն վերջին դեղն ենք եթե կարելի է այս բաժակը հերացուր ինձ մե բայց ոչ թե ինչպես ես կուզեմ այլ ինչպես դու կուզես Գարձես թե Հիսուս ասան գմդազեր գոր 99% արդեն գադարեցի ինչ մնաց Խաչ ելելը մնաց, մեկ բան մնաց, խաչ ելելը, խաչին վրա մեռնիլը։ Ադոր մեջ շատ մեծ դարաբանք կրեց, ամենեն մեծ դժվարությունը իրեն համար հոներ, այդ դակնաբի մեջ աղոթեց, Աստծուց մեզ զորացավ եւ խնդրեց, ասա ոչ, ես մինչեւ գադարում պիտի երթամ, մինչեւ վերջ պիտի ինեմ։ Գնաց դեսավ աշակերտները բարգերն, զիրենք արտնցուց ետ եկավ։ Հետո անգամ եւս աղոթեց սկսե գրգին երկրորդ անգամ լալով աղոթեց Հիսուս գնաց աղոթելու եւ ասավ հայրիմ եթե կարելի է այս բաժակը թող հեռանա ինձ մե բայց աբա թե ոչ պիտի խմեմ զայն ամեն եթե կարելի չէ եթե քու գամքը չէ եւ ինքը գիտեր որ Աստծո գամքը ինչ է պիտի խմեմ զայն քու գամքը թողելա գրնանք մենք մեր ցանկի մեջ ասել ասիգա ինչ հանգրվաններու մեջ է որ գանցնենք ինչ բարականերու մեջ են որ գանցնենք ուրախ դխուր դժվար խաղաղ հանգիս ինչ ալլա քու գամքը թողելա անշուշտ հավատալով որ Աստծո գամքը բարի է գադարյալ է եւ իրեն հավատացողներուն համար լավակույնն է նույնադեն նույնիսկ եթե դժվարությունները մեջ են անցնենք Հիսուս անգամ եւս երրորդ անգամ եւս գնաց աշակերտներունքով դեսավ նորեն բարգերեն զիրենք նորեն արտնցուց եւ իդ դարձյալ գսե աղոթելու եկավ գսե Հիսուս դարձյալ ցկեց զիրենք ու գնաց երրորդ անգամ աղոթեց նույն խոսքերը ասելով մինչեւ որ հասավ այդ հանգրվանը որ հուտան մոդեցավ որբեսի զինքը մատնե Եվ որ մոդեցավ զինք մատնելու եւ այդ վիճակին մեջը Պետրոս սուրը կաշեց եւ զինվորներեն մեկուն ագանչը գդրեց Հիսուս քեղեցիկ բան ասավ ասավ չես կարծեր որ ես գնամ հորս աղոթել լեկյոմ հրեշտակներ ղրգե եւ աս վիճակը դակնու վրան է զիս ազատ է Հիսուս գրնարն է լայ կամ ոչ Ինչ է որ երկինքը մեկ լեկյոն հրեշտակ բերել Հիսուսին համար քիչ առաջ այլագերբեցավ Մովսեսը եւ Եղիան եկան բանը երկինքը իրար անցուց այսինքն շատ դյուրներ իրեն համար ազատիլ բայց ինք Աստծո գամքը գադարելու յետևեն էր հեսավ հիմա ցկե որ գադարվի այնինչ որ պետք է գադարվի այնինչ որ Աստծո գամքն է իմ կյանքիս մեջ անիգա թող գադարվի Շատ գեղեցիկ է Եբրայեցիս 12:2 ինչ գսե մեր աչքերը հարենք որու մեր հավատքի հիմնադիրին եւ գադարելակորձողին Հիսուս մեր հավատքի հիմնադիրն է մենք Հիսուսին հավատալով մեր հավատք ունեցանք բայց Հիսուս միայն չի հիմնեց հավատքը ամենեն խնդալիք բանը գլա եւ որ այսօր ես բամը հիմնեմ գուսակցությունը հիմնեմ եւ անոր խաղապարները չգադարելակորձեմ Հիսուս ինչ ըրավ Հիսուս հիմնեց մեր հավատքը նաեւ այդ հավատքը ինչ ըրավ գադարելակորձեց որ գիտնալով թե ինչ ուրախություն կսպասե իրեն
արհամարեց ամոթը, հանցն արավ խաչի վրա մեռնիլ եւ Աստուծո ատորին աչքողը նստավ։ Հիսուս գիտնալով որ ինչ ուրախություն կսպասե իրեն, այս բոլորը հրավ։ Ինչ էր ուրախությունը։ Ուրախությունը այն էր, որ ես եւ դու պիտի բրգվենք։ Հիսուսի ուրախությունը ադիգա էր ուրիշ բան չէր։ Հիսուս որովհետեւ ինքը ծարավ ուներ եւ իր այդ ծարավը մեր հոգիներուն բրգությունն էր, մեր կյանքերուն, հավիտենական կյանքերուն վերածնիլն էր։ Եվ այս ուրախությունը իր աչքին ունենալով Հիսուս արհամարեց ամոթը, հանցն արավ խաչի վրա մեռնիլ, ամենեն ցած մահը, ամենեն ստորին մահը եւ Աստուծո գամքը այդպես կդարեց։ Նաեւ պիտի գարտամ Փիլիպպեցիս երկրորդ գլուխեն պիտի գարտամ, հոստեղ Արաքյալը մեզի գսե, որ ցեզմե յուրաքանչյուրը թող ինքն իր մասին եւ ուրիշներուն մասին խորի այնինչ որ գտեսնե Հիսուսի անձին մեջ։ Այսինքն մենք մեր մասին մտածենք, ինչ որ Հիսուսի մեջը գտեսնենք եւ մենք մեր շուրջ եղող քույրերուն եւ եղբայրներուն մասին մտածենք, այնինչ որ Հիսուսի մեջ գտեսնենք։ Ինչ գտեսնենք Հիսուսի մեջ հետեւյալը, որ թեպետ բնությամբ Աստված էր եւ Աստուծո հավասար ըլլալ հրճագելը իրեն համար Աստուծո բադիվը հապշտագել չեր նշանակեր, բայց գամավորապար ինքզինքը այդ բադիվեն մերգացուց զարայական մեր բնությունը իր վրան առնելով եւ մարդոց բես եղավ ու մարդկային գերբարանքով ջանցվեցավ, ինքզինքը խոնարեցուց եւ Աստուծո հնազանդեցավ, հանցն առնելով մահը եւ այն ալ խաչի մահը։ Անոր համար Աստված զայն շատ ավելի բարձրացուց եւ իրեն դվավ անումը, որ վեր է ամեն անուն է, որբեսի Հիսուսի անունին ձունգի կան բոլորը երկնավորները ու երկրավորները եւ սանտարամեդականները եւ ամեն լեզու տավանի թե Հիսուս Քրիստոս դերն է Հայր Աստվածը փառավորելու համար։ Հիսուս մեր հավատքի հիմնադիրը ինք գադարելակորձեց հավատքին սկզբունքները իր անձին վրա եւ ասկանքին վճարելով, որբեսի դեսնե այդ ուրախությունը։ Հիմա մենք Աստուծո զավակներ ենք եւ մենք գսենք, որ մենք կսիրենք Աստված, մենք կսիրենք Աստուծո գամքը գադարել, մենք նվիրված ենք եւ այլն եւ այո, ամեն, բոլորս ալ այդպես ենք։ Հավանաբար, մեզ մեջ շատերս 100% կնենք անոնք, բայց այսօր եկեք կնենք մեր անձերը, որ եթե 100-ի վրա 99 կբերենք մեր տասերում մեջ, հավատքի տասերում մեջ, Աստուծո հնազանդելու տասերում մեջ, այսօր կնենք մեր անձերը, որբեսի այդ մեկը որ գա, Աստուծո արչև տնենք եւ մեր նիշերը հայորի բարձրացնենք։ Ուրեմն մինչև գադարում։ Հիմա կսկսենք նյութին։ Սամուել այբ տակավորած 15-րդ գլուխեն պիտի գարտանք։ Այբ տակավորած 15-րդ գլուխ առաջին համարեն։ Սամուել ըսավ Սավուղին. Դերը զիս Իսրայելի ժողովրդին վրա քեզ տակավոր օձելու ղրգեց։ Հիմա 15-րդ գլուխ առաջին համարին մեջ չէր, որ Սամուել եկավ Սավուղ տակավոր օձելու։ Արդեն եղած էր ասիգա, բայց Սամուել երբ որ մոտեցավ Սավուղինքով ասելու բամը, Աստուծո խոսքը, գարձես ուզեց մեկ հատ Սավուղին անգամ հիշեցնելու, որ հիշե որ ես ով եմ հետդ խոսողը։ Հիշե որ ես Սամուելս, որ Սավուղին հետ կխոսիմ գոր հիմա, հիշե որ ես ով եմ։ Հիշե որ դերը զիս ղրգեց քեզ իր ժողովրդին վրա Իսրայելի վրա թակավոր օձելու։ Այսինքն ինչ որ ես տուն հիմա Իսրայելի վրա թակավոր ես Աստուծո շնորհիվ եւ ես այդ օձության միջոցով որ եկավ ինձ մե երբ ես յուղին շիշը տապեցի քու վրատ եւ քեզ թակավոր օձեցի։ Այսինքն Աստուծո մարդն եմ, Աստուծո խոսքն եմ, որ քեզ թակավորի, հիմա եկած եմ քեզ ուրիշ բան ասելու։ Ուստի հիմա դերոջը խոսքը լսե։ Կարծեմ Սամուել ասանք անգամ արտնալու գոչմուներ ոստեղ որ նա է Սամուելն է դդ խոսողը, հայալա մեկը չէ դդ խոսողը։ Նա ինչ կսե։ Երկրորդ համար զորքերու դերը այսպես կսե։ Միտքս բերի այնինչ որ ամաղեք ըրավ Իսրայելին։ Անոր Եգիպտոսեն ելած ադենը ջամփուն մեջ անոր թեմ տնելով։ Աստված իր միտքը բերեր է այս բաները, որ ամաղեգի ժողովուրդը, ամաղեգի թակավորը ըրեր է Իսրայելի ժողովրդին երբ շատ դարիներ առաջ եւ որ Իսրայելի ժողովուրդը Եգիպտոսի կերութենեն պիտի ելներ։
Ամաղեգը այդ ադեն, եթե երտանք գարտանք 5 դագարանի մեջ, պիտի տեսնենք, որ ամաղեգը շատ քեզ ծևով Իսրայելի ժողովուրդը զարգավ, հարվածեց։ Պեն օրինաց պիտի երտամ, մի քանի համար գարտալու համար, 25-րդ գլուխ, 17-րդ համարեն։ Եգիպտոսեն ելած ադենըտ ջամպան ամաղեգին քեզի ըրածը միտքդ պեր։ Հոս ասված այդ ադեն անգամ եվս գիիշեսն էգոր ժողովուրդին, որթուն և որ Եգիպտոսեն ելար, հիշե ամաղեգին չրավ քեզի։ Ջամպում մեջ ինչպես քեզ թիմավորեց և քու յետևետ եկող բոլոր դգարները գոդորեց։ Ինչ հրավ ամաղեգը, ժողովուրդը Եգիպտոսեն գելլեգոր յետև ինչ կա, արջևը պանագը գա տերևը, զորքերը գան, զորավոր մարդիկը գան, յետևը ժողովուրդին ամենեն դգարները գան, փոքրերը գան, ձերերը գան, հաշմանդամները գան, դգարություն ունեցողները գան։ Ամաղեգը ինչ հրավ յետևեն եկավ գսեգոր և ժողովուրդին ամենեն դգարները գոդորեց, երբ տուն նվաղյալ ու հոգնած է իր և աստուծմե չվախցավ ամաղեգը։ Ուստ երկու դեր ասվածըտ կու բոլոր շրջագա թշնամիներըտ Կու բոլոր շրջագա թշնամիներըտ քեզ հանգստացն է այն երկրի մեջ, որ կու դեր ասվածըտ քեզի ժառանգություն ու դա որբեսի անոր դիրես, այն ադեն ամաղեգին հիշադագը երկնքի դագեն բոլորովին վերցուր, չլա որ մորնաս։ Այսին դարիներ առաջ, հարյուրավոր դարիներ առաջ, ասված արդեն խոսեր է ժողովուրդին և ասեր է նայ, աս թշնամին ամենեն քեշ թշնամին է գարձես։ Չէ եկած թեմ արդեն բադերազմելու, ասանք պիս սիլիկ ծևով եկած է յետևետ քեզի գործանելու, քու դգարություններըդ գործանելու։ Ասիկա գնմանի մեր կյանքի գարկմը պայմաններում, որ հազիվ քիչմը ասանք հոգնություններ գունենանք, դգարություններ գունենանք, հավատքի մեջ անաբադի ջամպաներեն գանցնինք կոր, ելած ենք երտալու այն խոստումին դեղը, որ ասված մեզի գուկա, գարկ մադեններ թշնամի թիմակրավենք մեր արջևեն, բայց գարկ մադեն առանց սկալու յետևեն հարվածներ գուդենք։ Այսինքն, ինչ գիտնամ, գիրքը գուկա, ցանկությունը գուկա, վախը գուկա, ադելությունը գուկա, բաներ գուկան մեր կյանքի մեջ, որոնք թշնամի են, գուկան մեր վրա դիրելու և մինչ մենք պիտի երտանք Աստուծո մեզի խոստացած երկիրը ժառանգելու գարձես մեր դգարություններուն վրա հարձակելով մեր ընթացքը պիտի դգարացնեն, մեր խոստումին հասնելու արգելք պիտի լան, բայց Աստված ինչ կսե գորոշ ժողովուրդին, ես քեզի խոստացել եմ, ամեն ես քեզի խոստումը պիտի դամ, երբ որ երտալիքը լաս, արիտը պիտի կա, որտուն ամաղեգը հատկապես, ուրիշ մեկում մասին չի խոսիր գորոս, ամաղեգը ամբողջությամբ բնաչին չրե։ Հոս ինչ կսե գոր Աստված Սամուելի միջոցով Սավուղին, կարծես հիմա է ժամանակը։ Ես գսե հիմա որտուն տակավոր եղար, անգամ եւս հիշեցի, որ ամաղեգը քեզի ինչ հրավ, Աստված չի մոռնար։ Երրորդ համարը գսե հիմա քնա ու ամաղեգը զարգ։ Անոր բոլոր ունեցածը նզովվածի պես բնաչին չրե, անոր չխնայես, ինչս է չխնայես, չմեղկնաս, բոլոր ունեցածը, ինչ որ ունի նզովված է, անիծված համար է, բանիմը վրա աչքդ մի տներ, բանիմը վրա ցերկդ մի երգնցներ, այր մարդեն մինչև գին մարդը, դղայեն մինչև գատնգերը, արջարեն մինչև ոչխարը, ուղդեն մինչև էշը մերցուր, պամը չի ծկեց, ինչ որ երևագայության մեջ կա, մարդ, գին, դղա, աղջիկ, բզդիկ, գատնգեր, ամենը հիշեց ասված և նաև կնած գենտանիներու այդ իրենց ժամանակին գենտանիներու հասկացողության մանրամասնություններու մեջ մտավ ոչխարը, այձը, ուղդը, էշը, որոնց մեկ մասը միս տվող, գատ տվող գենտանիներ են, որոնց մյուս մասը transportation ջամփորդելու գենտանիներ են, ասված երկու հատ հիշեցուց ոստեղ Սամուելի միջոցով Սավուղին, ասավ բոլորը զարգ, բոլորը մերցուր, մեկ հատ չծկես։ Ես հիմա պիտի չեր տամ մանրամասնելու աստվածական բացատրություններու մտնելու, որ Աստված ինչու այս բադվերը դվավ, բայց ոստեղ մեկ բան մգար ասելու, մեկ հրաման մգար, որ Սավուղ տակավորին Սամուել ասուց, որ արջևդ ինչ որ գա ամաղեգին հետ գաբակ ծապար, ամեն ինչը բնաչին չրե, մարդ է, գենտանի է, ինչ որ ամենը բնաչին չրե։
Հիմա կանք այդ նիշերում մասին խոսենք։ 100-ի վրա ինչ նիշ կուզեք դուք։ 99 լավ է։ 99 լավ է։ Շատերուն համար եւ պիտի տեսնենք այս պատմության մեջ Սավուղ թագավորին համար 99-ն դերևս 99 ամբողջ 9 դերևս ասանք 309 ատկան 100-ի մոտ նիշ բերավ Սավուղը։ Սաղմոս 119 4-րդ համար եւ 5-րդ համարը գսե դու բադվիրեցիր որ սկուշությամբ քու հրամաններդ բահենք։ Ասված բադվիրած է որ իր հրամանները սկուշությամբ բարը բարին մանրամասնորեն բահենք։ Երանի թե իմ ջամփաներս հաստատվին քու կանոններդ բահելու։ Սավուղ ամիջապես 4-րդ համարի մեջ գործի լծվեցավ։ Գսե ուստի Սավուղ ժողովուրդը կանչեց ու դեղայիմի մեջ զանոնք համրեց 200,000 հետևակ զորք էին, իսկ հութայաններն ալ 10,000։ Սավուղ Աստուծո խոսքը լսեց, գործի լծվեցավ 210,000-նոց բանակ գազմեց։ Մենք լսենք այս պատմությունը գսենք վալլա բրավո Սավուղ, մեկ կդոր գործի լծվեցար Աստուծո գամքը գադարելու համար։ 7-րդ համարը Սավուղ Եվալայեն մինչև սուրը ամաղեգը զարգավ։ Այս բոլոր շրջաններում մեջ ինչ հրավ ամաղեգը ամբողջությամբ զարգավ։ 8-րդ համարը ինչ կսե ու ամաղեգի թագավորը Ակակը ողջ բռնեց ու ժողովուրդը սուրի բեռնով չարտեց։ Ժողովուրդը ինչ հրավ ամբողջ ժողովուրդը սուրի բեռնով չարտեց, մեկ հոգի Ակակը ողջ ցկեց։ Բայց Սավուղ ժողովրդին այդ Ակակը եւ ոչխարներուն ու արջարներուն աղեգներն ու քերերը եւ քարներեն ու ամեն բադվական բաները խնայեցին ու ճուզեցին զանոնք չարտել, միայն բոլոր անարք ու ամբիդան անասունները չարտեցին։ Ասված ինչ ասավ անոր չխնայես։ Երրորդ համարի մեջ ինչ ասավ ասված անոր չխնայես։ 9-րդ համարի մեջ ինչ կգարտանք այս բաները ինչերին խնայեցին։ Ասված ասավ մի խնայեր, Սավուղ ասավ պիտի խնայեմ։ Ինչու դու ինձ լավ գիտես։ Ասված ասավ ամենը մերցուր թե մարդիկը եւ թե գենտանիները Սավուղ ասավ օքեյ ամենը պիտի մերցնեմ, բայց տակավորը պիտի չի մերցնեմ, դու ինձ լավ գիտես։ Ասված ասավ ամեն գենտանիները թե ուդելիք դվող եւ թե ջամփորդության մեջ կորզածվող բոլորը մերցուր, Սավուղ ասավ բոլոր անարքները պիտի մերցնեմ, անոնք որոնք արատ ունին, վերք ունին, քերեն, զերեն, բոլորը պիտի մերցնեմ, բայց անոնք որոնք բադվական են, անարատ են, մաքուր են, պիտի չմերցնեմ, դու ինձ լավ գիտես։ Երբեմն այս մանրամասնություններուն մեջ եւ որ մտնենք, Աստված գուկա մեզի հրահանգներ դալու մեր կյանքերում մեջ, լա Աստվածաշունչին միջոցով, լա մեր աղոթներում մեջ, լա մեր առաջնորդներում միջոցով, մանրամասն առնելի քայլերու մասին կխոսի, եւ մենք շատ ուրախ կլանք, որ այդ խոսքը մեր կյանքի մեջ 99% գադարեցինք, բայց մեկ բաժին մը կմնա, որ անցուրած մեկ ադնալ։ Գիծար ինչպես Այսին աս բաժինը ասված ամեն ինչին հավատացի, աս մեկադը քլխուս չի բարգեցավ, կամ աս մեկադը հբարդությանս չի բարգեցավ, աս մեկադը իմ ինչ գիտնամ մտածելակերպիս հետ համաձայն չէ, սո մյուսները պիտի ընեմ, աս մեկադը պիտի չնեմ, ոս Սամուել ներողություն, Սավուղ ինքնաբերաբար այդ մեկ երավ, նայեցեք 10-րդ համարին մեջ ինչ կլա, Դերոջը խոսքը Սամուելին եղավ ասելով, ասված ալ գարձես ամեն ինչ կտեսնե, հա, կտեսնե, ամեն, ասված գարձես սյալ գխոսի, չէ, ես գիշեմ իմ հավատքի կյանքիս սկիզբի դարիներում մեջ նեի, օրը արդվա ժամը 4-ին հերացայնս զարգավ, արդվա ժամը 4-ին բատվելին էր, այդ ադեն մեզի համար եղբայր կևորք էր, արդվա ժամը 4-ի ադենը, ինձի հերացայն հրավ, արդվա ժամը 4-ի նսավ, դերը ինձի արտնցուց որբեսի հետըտ խոսիմ, ել և աբաշխարե ատնտացկեն, որում մեջ նես հիմա։ Ասված անգողինիս մեջ, կնացած ադենս, միտքիս մեջ, երազներուս մեջ, եղած իմ ծանգություններս, որոնց մեջ են գանցնեի գոր, դեսավ, խոսեցավ հովիվին,
որ իմ հոգևորս հայրս է, իմ կյանքիս առաջնորդն է, որ իմ կյանքիս քայլերը այդ ադեն սկսած էր ասելու, որ ես ինչպես ապրիմ իմ կյանքս Աստծո առաջնորդությամբ, եւ որ դեսավ Աստված, որ ես վիճակի մեջ չեմ, որ հնազանդության մեջ մեկ դոգոսմը գգաղամ, որ ոչ ժամին նայեցավ, ոչ հարմարության նայեցավ, խոսեցավ, եւ Աստուծո զավակը ոչ ժամին նայեցավ, ոչ հարմարության նայեցավ, հերացայն հրավ, եւ ես միայն գիշեմ արդվա ժամը 4-ին անգողինիս մեջ վախես տողալս գիտեի։ Եվ գսպասեի արդուգանուղ ժամը 7-ը լա որբեսի կովը երտամ եւ ապաշխարեմ դեր այդ ադեմ միտքիս մեջ չի գար որ գրնամ հոն անել շատ բզդիգ է հավատքիս մեջ դեր։ Ուրեմն Աստված գտեսնե, Աստված գխոսի եւ Աստված եւ որ գագնգալ է Աստված մեր բարիկին համար մեր թշնամին չնչելու ադեն իր խոսումները գադարելու համար մեր սխալ ըրած բաները ոչ լման դոգոս հնազանդ եղած բաժինները երբ գտեսնե Աստված ուրախ չի մնար, որովհետև ադոնք մեզի արկելք պիտի լան։ Մեզի արկելք պիտի լան, ոչ թե Աստուծո արկելք պիտի լա, այսին ակակը չի մերնին է, Աստուծո պամը պիտի լա։ Աստուծո պամը պիտի լա, ակակ թակավորը չի մերնին է, Աստուծո պամը պիտի լա, ոչխարներուն, քարնուկներուն, լավակույնները բահված մնան է, ոչ։ Ժողովուրդին պամը պիտի լար։ Ուրեմն դերոջը խոսքը Սամուելին եղավ ասելով Սավուղը թակավոր ընելուց զղջացի։ Երևագե Աստված զրակիր ունի եղեր եւ այդ զրակիրին համար Սավուղը թակավոր եղեր է այդ մեկ գեդին մեջ անհնազանդություն ըրավսելով Աստված ինչ ասավ Սամուելին Սավուղը թակավոր ընելուց համար զղջացի քանզի ինձ մե ետ դարձավ ու իմ խոսքերս չգադարեց ոչ թե խոսքիս 99.99999 գադարեց եւ 0.00001 չգադարեց Աստուծո համար ինչ էր իմ խոսքերս ամբողջությամբ չգադարեց մեկ բանին մեջ թերությունը Աստուծո համար ինչ էր իմ բոլոր խոսքերս չգադարեց նայեցեք Սամուել ինչ եղավ այդ վիճակին Սամուել դրդմեցավ Սավուղ ինչ կներ գոր Ակակը պերները, ուրախ է, գենտանիներուն լավերը պերները, ուրախ է ձրակիրներ գնեգորիմա բիտնայինք այդ ուրախությունը իրեն ուր բիտնանի, միջատ Սամուել ինչ եղեր է, դրդմեր է, նեղվեր է, որովհետև իր սիրտը Աստուծո հետ է, Աստուծո փապակներուն հետ է, Աստուծո խոսքը գադարված դեսնելու յետևեն է, մույսը հոգը չէ։ Սամուել դրդմեցավ ու բոլոր քիշերը դերոջը աղաղագեց։ Դերները վնաս չունի, մի զղջար, վազանցիր եւ այլն, բայց ոստեղ անհնազանդությունը շատ մեծ անհնազանդություն էր Աստուծո համար, անոր համար Աստված միտքը չփոխեց։ Արագած 8:13-ը երբ գարտանք գսե դերոջը վախը չարությունը ադել կնշանակե։ Սավուղ իր սրդի մեջ Աստուծո վախը չուներ։ Սավուղ իր սրդի մեջ ուրիշ վախ ուներ։ Եվ անոր համար Սավուղին համար տարբերություն չեր ներ այս մեկը հբարդությունը ամբարդավադությունը չար ընթացքը ունենքավոր բաները գադեմ գսե արագած գիրքը գրողը ան որ դերոջը վախը ունի գադե հբարդություն երևակե Սավուղին հբարդությունը հասած էր դեղմը որ Աստուծո ասե ես քեզ մելավ գիտեմ չսավ պարացիորեն բայց կորձը որերավ այդպես կնշանակե ամբարդավանությունը սել է անցը ինքզինքը ուրիշեն ավելի բարձր տասը ես ավելի բարձր եմ կամ մույսը ես ավելի լավ գիտեմ կամ մույսը գարձես Աստուծո անան գրավ գարձես Աստուծո խոսքը դվող մարգարեին ադան գրավ 13-րդ ամառը Սամուել արավոտ գանուխ ելավ որպես երտա Սավուղը թիմավորե Սամուելին իմացուցին ու ուսին Սավուղ գարմեղոս ելավ եւ իրեն համար հաղթության նշան կանգնեցուց ու անգետ առնալով անցավ ու կաղկաղա իջավ։ Ինչ էր Սավուղ գարմեղոս էր ինքն իրեն համար հաղթության նշան, այսինքն հաղթության նշանը գրնա արցան մըլլալ, գրնա պամ մըլլալ, ուր է իր հաղթությունը ակակ թակավորը ողջ բերավ։ Այդ ադեն եթե այսինքն բատմություններում մեջ ալ եթե նայինք ավելի մեծ հաղթություն մնե եթե տուն թշնամի բանակը գզարնես եւ անոր թակավորը ողջ հետդ բալատ կպերես ֆիլմերու մեջ ալ գլա
եւ որ ասենք մեծ դայնասորը որ ծովում մեջը գաբրի ինչեմ գիտեր ինչ կսեն անոր okay ասենք դիտենք բզիկներուն այդ մեծ ամենամեծը երբ որ մերցնեմ բերեն ուրիշ բան մնե բայց եթե ողջ իրեն ասենք դմրած բանջ գողած իրեն բերեսն շատ ավելի մեծ հաղթություն է ինչու որովհետեւ քու ամբողջ ժողովուրդը պիտի տեսնե որ դու ինչ մեծ հաղթության նշանը բերիր սավուղի համար ակակ տակավորը ողջ բերելը իրեն ավելի մեծ նշանակություն ուներ իր հբարդությունը պիտի կրկրեր իրեն ավելի պիտի մեծցներ քան թե ինք Աստծո խոսքը գադարել աբես գադարեր եւ ինչ երավ մինչ Սամուել լման քիշերը դրտմեցավ դիրոջը աղաղագեց սավուղ ինչով սպաղած էր ակակը ողջ բերած է հբարդը ելած է գարմեղոսլեր ինքն իրեն համար արցանքը կանգնեցնեգոր ինչ մեծ եմ ես ակակ ինչ կնշանակե ակակ անունը կնշանակե դանիկ բարձր հարկ գարձես ուզեց սավուղ բերել այդ դանիկ կամ բարձր հարկ ունեցող անունը եւ ասել աս բարձր հարգը չի կա ես ատկե ավելի բարձր եմ ես ատկե ավելի մեծ եմ ես ատկե ավելի փառավոր եմ Արագած 16-18 գսե գոդորածին արջևեն հբարդություն ու գործանման արջևեն ամպարդավանության ոգին գերտա եւ որ հբարդության եւ ամպարդավանության ոգին սավուղը գարաշնորտեր եւ ոչ Աստծո վախը ասիգա բաժար եղավ որ սավուղ իր տակավորությունը գործընծնե 13-րդ համարեն պիտի շարունակեմ Սամուել սավուղին կով գնաց սավուղ անորը սավ տուն դերոճմեն օրտնյալը լաս Ուրիշ տեղ է, տուն դերոճմեն օրտնյալը լաս։ Հաջորդ շարունակությունը նայեցեք ինչ կսե դերոճը խոսքը գադարեցի։ Ավոր է, չէ։ Ինչ կսե որ սավուղ Սամուելին տուն դերոճմեն օրտնյալը լաս եւ ես ինչրի դերոճը խոսքը գադարեցի։ Արագած 16:2-ի մեջ կգարտան կսե մարդուն բոլոր ջամփաները իրեն մաքուր գերևնան։ Որու մաքուր գերևնան Մարդուն ջամփաները իրեն ինքն իրեն սավուղին համար ինչ կերև արգոր իրրածը մաքուր ինքն իրեն համար ինչ էր ինքը Աստուծո խոսքը գադարեց բայց դերը հոգիները կգշրե դերը ոչ թե միայն հոգիները կգշրե դերը հոգիներում մեջ եղած մղումները կգշրե գիտե որ սավուղ ինչ մղումով Աստուծո անհնազանդ եղավ Աստուծո համար բարձաբես միայն ակակը ողջ բերելը հարց չէր թե Եվադի հարց էր որովհետև խոսքը ամբողջությամբ չէր գդարված բայց անոր յետև եղող հբարդության ամբարդավանության ոգին որ գար սավուղին մեջ որ գուզեր ինքը բարձր տասել մեծ դեղ տնել ադիգայալ Աստուծո աչքին դեսնված բան մներ ուրեմն օսեղ Սավուղ Սամուելին ինչ կսեգոր ես դերոճը խոսքը գադարեցի մինչ այդ Սամուել դիմացը գեցեր է ոնդեղ ինչ կլագոր ցայները գլսեգոր գենտանիներուն ցայները գլսե բայց Սամուելը սավ 14-րդ ամարի մեջ հաբա այդ ոչխարներուն ցայնը ինչ պիտի լա որ հիմա կանչի զգուկա ու արչարներուն ցայնը որ գլսեմ Սավուղ ինչ կնեսկոր Աստուծո մարգարեն պիտի խապես Աստուծո խոսքը գադարեցի գսեսկոր Սամուել պատասխանեց իրեն ցայնը գլսեմ որ ինչ պիտի լանոն ցայնը նայեցեք Սավուղ ինչ կսե զանոնք ամաղիգացիներեն բերի յա վստահ ամաղիգացիներեն բերի ռուդեն բերած բիդլասարտեն քանզի ժողովուրդը ամենեն աղեկ ոչխարներ ու արչարները ողջ թողուցին որբեսի զանոնք քուդեր Աստուծույց զոհ մատուցանեն սակայն մույսները չարտեցինք հիմա սկսավ Սավուղին չնել բացատրություն դար Սամուելին սկիզբի ինչ էր իրեն համար Աստուծո խոսքը գադարեցի եւ որ տեսավ որ չի կալեց ադիգայդը սկսավ բաժարներ դալ մեկ հատ գուզեմ ասիգա քիչ մեր անձերը բատմուտենեն նույն ադեն անչադենք եւ մենք մեր մասին մտածենք օքեյ որովհետեւ ընդհանրապես մենք ասանք նյութեր լսենք նե գնայինք նե որ Սավուղը ինչ երավ օքեյ գամ գնայինք որ նայել օրիգինալ աданք կնեգոր գնայինք որ սոսին ալաданք կնեգոր եկեք նայենք ռաֆին աданք կնեգոր ամեն մեկ իրանցին նայի որ ինքը Անան գնեգոր Աստուծո հետ կալածադենը եւ որ սխալը գնեգոր Աստուծո անհնազանդ գլագոր առաջին անգամ գփորձեգոր ասել որ նո ես հնազանդ եղա Աստուծո բայց եւ որ իր դիմացը բադ գելլե գտեսնե որ այդ բադին չի գնարանցիլ գսկսին չնել հանցանքը ուրիշին վրան էդել մենք ասոնք ամաղիգեն բերինք բայց ժողովուրդը
իրենք ամենեն լավեր արին, բայց նա է մյուսները մերցուսին կա, յանի երինք Աստուծո խոսքը, եւ ով էր նողը մյուս բաժինը, լավերը բերողը ժողովուրդը, Ադամ, Եվա նրավ, Եվա օծը խապեց, նույն պատմության մեջն է, միշտ մեկը մյուսին վրա գնետենք, ամեն ինչի մեջ, մեր մեղքերուն մեջ, մեր սխալներուն մեջ, մեր դժվարություններուն մեջ, մեր ծառայություններուն մեջ, միշտ հանցավորը սկիզբը կփորձենք ասել, որ մենք լավ ենք, եւ որ տեսնենք, որ չենք կրնար անցնել, Աստուծո չենք կրնար խապել, առաջին հանգրվանը չանցնիր, երկրորդ բաժին ինչ է, մույսն է անցավորը, ես չեմ անցավորը, եւ մենք այդ մյուս բաժինները ամենը ենք, նո անանք չէ, այն ադեն Սամուելը Սավուղին, գեցիր, որ քեզի պատմեմ ինչ որ դեր այս գիշեր ինձի խոսեցավ, եւ որ ասի գարտացի, սկսա մտածել, որ արդյոք այդ գիշեր Աստված ինչ խոսեցավ բադվելին իմ մասից, որ մարդը չգրծավ մինչև արդու համբերել այդ ժամուն հերացային հրավինձի, անալը սավ խոսե, 17-րդ համար Սամուելը Սավուղին, ահա թուն, որ քու աչկերուդ բզդիկ կերևնայիր, ինչու այդպես սկսե, որովհետև այդ օրը երբ Սամուել կնած Սավուղը տակավորնելու, Սավուղ երկու հատ բան գուժե զամբյուղ է ինչ կսեն, անոնց մեջը, անոնց յետևը բահվդած էր, որովհետև ինքզինք ատկան բզդիկ կսկար, որ տակավոր լալու արժեքավոր չեր սկար։ Տուն, որ քու աչկերուդ բզդիկ կերևնայիր, Իսրայելի ցեղերուն գլուխի եղար, դերը քեզ Իսրայելի վրա տակավոր օծեց, դերը քեզ ջամփաղ ըրգեցսելով, քնա ու այն մեղավոր ամաղեգացիները նզովվածի պես չարտե եւ անոնց դեմ բادرազմը մինչեւ որ զանոնք բնաչին չնես, իսկ տուն ինչու համար դերոջը ցայնին հնազանդություն չրիր, չսեր ինչու համար լման հնազանդ չեղար, դեսե ինչու դերոջը ցայնին հնազանդություն չրիր ու ավարին վրա ինալով դերոջը արչեւ չարություն ըրիր, Սավուղը Սամուելին, ահա ես դերոջը ցայնին հնազանդություն ըրի, ու դերը զիս որ ջամփան ղրգեց, այն ջամփան կացի, ըրի հնազանդություն, ինչու տուն լման պատմության չես նայր գոր Սամուել, ինձի գսես գոր, ասված քեզի ջամփա ղրգեց, ես կացի, ասվածը սավ բادرազմը ես ըրի տա, ասոնք չես սեր գոր, վալավ, կրեդիտ չի գա ասոնց համար, Եվ ամաղեգին տակավորը ակակը պերի, ով քեզ մի ասիգա ուզեց, եւ ամաղեգը նզովվածի պես բնաչին ճրի, սակայն ժողովուրդը այն ավարեն, ոչխարներն ու արջարներ արավ, նզովվածներեն ամենեն աղեգները, որպես իզանոն կաղկաղայի մեջ քու դեր Աստուծույց զոհնին։ Այսօր արդու է պորեգա Ալեքսին ինձ իսավ նե աս գլուխը գարտացած ադենս ամեն անգամ նկատեցի որ եւ որ Սավուղը խոսի որ Սամուելին հետ եւ գսե որ քու դեր Աստվածը մա իր դեր Աստվածն ալ չէ իր դեր Աստվածն ալ է իբրեվտե բայց ոչ իր սրդի մեջ Աստուծո հանդեպ վախ չգա եւ որ Աստուծո հանդեպ վախ չգա Աստուծո խոսքին հանդեպ հնազանդություն չգա ինչպես կրնալ որ իր Աստվածը լա Աստված ինչս է Աստվածը չի գերնար լալ որ եթե իմ Աստվածս է ես այդ վախը հնազանդությունը երգյուղը չունենամ իր հանդեպ 100% այդ 1% մեջ որ ես չեմ ունենար որ այդ հնազանդությունը այդ բաժիններում մեջ զինք իմ Աստվածս չեմ սեբածլար որ ես ուզենք կամ չուզենք համաձայնեք որովհետև եթե Աստված է ինք ճիշտ է միշտ, համաձայնեք, եթե Աստված է, ինք աբական կիցողն է միշտ, ճիշտ եք, եթե Աստված է, ինք խոսքը որ գսե, այդ խոսքին հետ նաև զորությունը գուտա, համաձայնեք, եւ այդ խոսքը որ իր պերնեն գել է, իրեն չի վերադառնար, ինչպես Սամոսի մեջ գսե, մինչև որ իր գամքը երկրի վրա գադարե, համաձայնեք, սո եթե ես Աստուծո խոսքին մեջ, Աստուծո ինձի դված բադվերի մեջ, զինք իբրև իմ Աստվածս կջանչնամ գտասեմ, չեմ գրնար բաժարապանություններ գտնել իր խոսքը ամբողջությամբ կյանքիս մեջ չգադարելու եւ բաժարապանությունները ուրիշներուն վրա ցկելու։ Ամենեն վտանգավոր եւ քեշ բանը գիտեք ինչ է, փորձեց իր անհնազանդությունը վերակրել պաշտամունքի։ Ինչու՞։ Որովհետև իրենք ինչպես պաշտամունք կնեին այդ ադեն, Աստուծո առջև զոհեր կմատուցանային։ Սո մենք այդ ամենեն լավերը
բերինք, որբեսի զոհ մատուցանենք, բայց ոչ թե մեր Աստուծույն, քու Աստուծույն։ Չգարձեմ չեր համարցակեր գորս էլի մասվածս այլևս ոնդեղ։ Սամուելը սավ 23-րդ ամարի մեջ միտե դերոջը արջև ողջագեզներն ու զոհերը դերոջը ցայնին ընելու հնազանդություն ընելու չափ հաջո են, չսավ որ ողջագեզները եւ զոհերը հաջո են, Աստված գգամի մեր պաշտամունքին եւ այդ ադեն գգամեր իրենց ողջագեզներուն եւ զոհերուն, բայց սավ հնազանդություն ընելը ալավելի կարեւոր է, կան անհնազանդության բդուղը դիրոջ զոհ մատուցանելը։ Ահա հնազանդությունը զոհեն ու խոսք մդի գնելը խոյերուն ջարբեն աղեգ է։ Կանզի աբստամբությունը գախարտության մեղքին բես է ու գամագորությունը, այսինքն քու գամքդ գոր է, քու ուզածդ Աստուծո ուզած գամքին հագարակ է, գրաբաշտության բես է, գուրկ բաշտելու բես է գսե։ Աս մեկ բանը ակակը ողջ ցկելը Աստված ինչ ասավ, Սամուելի միջոցով ինչի վերածեց, գուրկ բաշտել է ասավ։ Ուրդեղ էր Աստուծո համար ինչ կան կարևոր է եղեր 100% ընելը խոսքը։ Որովհետև տուն դերոջը խոսքը մերժեցիր, անիգալ քեզ մերժեց, որբեսի տակավոր չլաս։ 24-րդ ամար գսե եւ Սավուղը սավ Սամուելին մեղ կորձեցի, հիմա ընտրացարսավ, հա։ Առաջին անգամ Աստուծո խոսքերի, երկրորդ անգամ ասրի ադրի միան ժողովուրդը ասան գրավ, դեսա որ չի խապվիր գոր Սամուել, ինչը սավ հիմա մեղ կորձեցի։ Ինչ կփորձե գորնել, աբաշխարություն ցույց տալ, բայց Երանի ճշմարիտ աբաշխարություն ցույց տար, ես գհավատամ, որ Աստված գներեր իրեն։ Նայեցեք, բայց իր աբաշխարության գեղձ լալ ինչ է։ Մեղ կորձեցի, որ դերոջը հրամանը ու քու խոսքերը ձանցրի, քանզի ժողովուրդեն վախնալուց համար անոր խոսքը մդիգրի։ Սիրելի տակավոր, տուն տակավոր ես, ժողովուրդը քեզ մե պիտի վախնա, ոչ թե տուն ժողովուրդեն պիտի վախնաս, տուն մեկ անց մգա, որ պիտի վախնաս, երգյուղ ունենաս, այն ալ Աստված է։ Արագած 8:13-ը գսե դերոջը վախը չարությունը ադել կնշանակե ինչպես քիչ առաջ կարտացի, բայց հոստեղ ինքը դերոջը վախը չուներ, իսկ 29-ը գսե արագած վախը մարդը որոկայտի մեջ կծկե։ Ինչի մեջ որոկայտ, այսինքն թագարտ, եւ այդ վախը մարդոց վախը Սավուղ տակավորը որոկայտի մեջ ծկեց, բայց դերոջը աբավինողները ամուր ներողություն դերոջը աբավինողը ամուր աբաստանարան ունենա։ Եթե Սավուղ դերոջը աբավիներ վախ պիտի չունենար, ժողովուրդեն պիտի չվախնար։ Շարունակեմ Սավուղին խոսք ուրեմն մեղ կորձեցի դերոջ հրամանը, որ դերոջ հրամանը ու խոսքը ձանցրի։ Մեկ վարգան դերոջ հրամանը ու քու խոսքդ նախ ինչու երգույացուցիր որ դերոջ հրամանը եւ քու խոսքդ մա չէ որ Սավուղին ներողություն չէ որ Սամուելին խոսքը Աստուծո հրամանն էր, այսինքն հոս եկավ ինչ ունելու գասկած ցնելու լավ մտի գրեք գասկած ցնելու այդ խոսքին մեջ որ Աստուծո է կամ Աստուծո չէ։ Հիմա որ դու ինձի գսես որ ասիգա ես մինչև հիմա բոլոր բատկամները որ ինձի դված էիր գահավատայի որ աս մեկ ադը վստահ չեմ Աստուծո եմը Աստուծո չեմը հոստեղը սկսավ ինչ անել դերոջը խոսքը եւ քու հրամանդ իրեն համար երկու դարբեր բաներ եղան որ աս երկու հադը զանցրի կանզի ժողովուրդեն վախցա եւ ժողովուրդեն վախնալուն փուն բանը թերտաբաջարը ինչ էր ինչու ժողովուրդեն պիտի վախնա իրեն համար թակավորությունը կարևոր է ինչու ժողովուրդեն պիտի վախնա իրեն համար իր թիրքը կարևոր է ինչու համար ժողովուրդեն պիտի վախնա իրեն համար արցան գանկնեցնելը կարևոր է իրեն համար ակակ որ բարձր կնշանակե ատկե բարձր ավելի մեծ լալը ադի իրեն կարևոր է տեսակ Սավուղին բաջարը ինչ է իրեն համար աշխարհային գաբերը, աշխարհային սկզբունքները, աշխարհին ուզածը, ժողովրդին ուզածը, իր շուրջին ներուն ուզածը իր կյանքին համար ավելի կարևոր է, քան Աստուծո ուզածը իր կյանքին համար։ Աստուծո ծրագիրը, որ ծրագիր մնե փառորության աբակայի հույսի, երկրորդական է, քան իր շուրջը եղող մարդոց գարձիկի իր կյանքին համար։ Անոր համար բաջար գլա, որ վախը, մարդոց վախը դիրե իր կյանքին մեջ եւ Աստուծո խոսքին չի գրնա 100% բռնվել։ Ու հիմա գաղաչեմ իմ հանցանքսները եւ ինձի հետ դարձիր որբեսի դերոջը երգրբակություն ունեմ շատ լավ է շատ բարի գերեվի ասիգա բայց յետևը նորեն բաջար գա
Սամուելը ասավ Սավուղին. ես քեզի հետ չեմ տառնար։ Մխալ աստուն Աստուծո խոսքը անարկող մարդ ես։ Աստուծո խոսքը չրիր։ Դեր ես Աստուծո խոսքը ներկայացնողն եմ։ Ինչ գործ ունիմ այլևս հետը դլալու, եթե դու Աստուծո խոսքը գմերջես։ Հասկացաք ասիգա։ Դու Աստուծո խոսք ունիս, հետս գեցիր, բայց ես Աստուծո խոսքը պիտի չնեմ։ Բայց կուզեմ հետս լասա։ Գասկնակ կոր։ Հետս եղիր, բայց ես հնազանդ պիտի չլամ։ Իր հրամանները եւ քու խոսքը ինձի համար երկու դարբեր բաներ են։ Բայց հետս գեցիր, միասին լանք, լավ ժամանակ անցնենք, միասին դերոջը երգրբակենք, պաշտամուն գնենք միասին, բայց խոսքը հնազանդելու համար ոչ։ Սամուելը ասավ Սավուղին. ես քեզի հետ չեմ տառնար, քանզի դու դերոջը խոսքը մերժեցիր, դերնալ քեզ մերժեց, որպես Իսրայելի վրա տակավոր չլաս։ Ու Սամուել դարձավ, որ Սավուղին կովեն երտա, բայց անիգա անոր վերարգույն զայրեն բռնեց ու բադրեցավ, այն ադեն Սամուելը ասավ. դեր այսօր քու վրա այդ Իսրայելի տակավորությունը բադրեց, ու զանիգա քեզմե աղեկ եղող ընկերիդ տվավ, Իսրայելի աբավենը սուչի խոսի ռուսի չի զղջար, կանզի անիգա մարդ չէ որ զղջա։ Եվ Սավուղ ասավ. նայեցեք, հոստեղ այս համարը մեզի գսե Սավուղին աբաշխարության իրական բաժարը։ Մեղ կորզեցի, գաղաչեմ, անգամ եւս գաբաշխարեգոր, գաղաչեգոր։ Հիմա ժողովրդից զերերուն արջև ու Իսրայելի արջև զիս բադվե եւ ինձի հետ դարձիր։ Աբաշխարությունը տոն է եղեր։ Ժողովրդին արջև բադվվիս, Իսրայելի ժողովրդին արջև բադվվիս, ինձի հետ դարձիր, դու որ Աստուծո խոսքը կներկայացնես, որբեսի կուդեր Աստուծույթ երկրբակություն ունեմ։ Ոչ թե երկրբակություն ունեմ, որովհետև զինք կբաշտեմ, որովհետև իրապես զղջացի, անդրադարձա սխալիս, ասկեդո իր խոսքին հնազանդ պիտի լամ, խոսքը 100% պիտի գադարեմ, ոչ 99.99 եւ այլն, ոչ, որովհետև գուզեմ ժողովրդին արջև բադվվել, որովհետև գուզեմ Իսրայելին ժողովրդին եւ ձերերուն արջև բադվվել, որովհետև գուզեմ այդ արցանը որ գանքնեցուցի, հիշադակը որ գանքնեցուցի, ակակեն ավելի բարձր լալս ադիգա հավիդյան մնա, նման ուրիշ տեղ է, Աստուծո սիրտը չունի, անորամար ինչ կսե, քեզմե ավելի լավ եղող ընկերիդ տվավ, եւ Դավիթին համար ասված է, որ անիգա Աստուծո սրդին համացայն մարդ է, Աստուծո սրդին համեմատ մարդ է, Սավուղ չեղավ Աստուծո սրդին համեմատ մարդ։ Աստուծո սրդին համեմատ մարդը լալը գախարտական սիրտ մեջ է, որ ասված մեր մեջը գտնե։ Ասված գսե այդ օրերը պիտի կան, ձեր մեջ են քարեղեն սիրտերը պիտի հանեմ եւ ցեզի մարմնեղեն սիրտ պիտի դամ։ Ասված գսե այն օրերը, երբ Մովսեսին օրերուն քարե դախտակներու վրա իմ օրենքը սկրեցի, այն օրերը պիտի կան, երբ ձեր սիրտի մարմնեղեն դախտակներուն վրա իմ օրենքս պիտի գրեմ։ Սո հնազանդությունը այլևս սրդին մեջն է եւ մղումներուն մեջն է։ Ինչ որ է 31-րդ համարի մեջ Սամուել Սավուղին ետևեն դարձավ եւ Սավուղ դերոջ երկրբակություն արավ եւ ես վստահ եմ որ ասիգա միան ծևական երկրբակություն մներ 34-րդ համարի մեջ Սամուել Ռամա գնաց ու Սավուղ իր դունը Սավուղի կապան ելավ Սամուել մինչև իր մահվան օրը անգամ մնալ Սավուղը չտեսավ ինձի համար ասիգա մարդումը չտեսնելու հետ կապ չունի Գիտեք ինչ ասել է Սամուել Աստուծո մարգարեն Աստուծո խոսք ունեցող երկրի վրա Աստուծո փերան եղող մարդը անգամ մնալ Սավուղին թակավորին հետ չեղավ Մեզ մեր յուրաքանչյուրս գանչված ենք թակավորները լալու ինչպես նամակներում մեջ կգարտանք թակավորելու գոչված քահանաները լալու բայց կարևոր է նաև այդ թակավորելու գոչված քահանայության ընթացքին Աստուծո խոսքը ներկայացնողը մեր կյանքերում մեջ լա Աստուծո խոսքը Սուրբ Գիրքը անոր մեջի գրված բառերով համարներով անոր հնազանդությունով միշտ մեր հետ է լա Սամուել մինչև իր մահվան օրը անգամ մնալ Սավուղը չտեսավ բայց Սամուել Սավուղին համար սուկ գներ Սավուղ ուրիշ տեղ էր բայց Աստուծո մարգարեն, Աստուծո խոսք ունեցող մարդը մինչև իր կյանքին վերջը Սավուղին համար սուկ գներ։ Երևակայեցեք Աստուծո սիրտը ունեցող մարդուն կյանքին մեջ եղած ցավը, որ թակավորը, որ գանչված էր Աստուծո խոսք գնելու չրավ։
Հիմա Չմես քիչ առաջ գարտացինք Եբրայեցիներուն 12:2-ի մեջ Առաքյալը ինչ ասավ մեզի, մեր աչքերը հարենք մեր հավատքի հիմնադիրին եւ գադարելակորձողին։ Երբեմն Աստուծո խոսքը երկրի վրա գադարելու ընթացքը թյուրին բան չէ։ Ոչ թե թյուրին չէ, որովհետեւ Աստուծո խոսքը թյուրին չէ։ Շատ անգամներ Աստուծո խոսքը թյուրին չէ։ Ոչ թե թյուրին չէ, որովհետեւ թյուրին չէ, թյուրին չէ, որովհետեւ մեր սիրտը ուրիշ բաներու մեջ կրնալալ։ Թյուրին է, որովհետև Աստուծո խոսքն է, եւ եթե մենք գադարելու յետևեն ենք, Աստված, որ երկիրը ստեղծած է, մեր գրնագն է, ամեն։ Ամեն մեկ քայլին մեջ իր խոսքը իրականացնելու համար մեր գողքին է, մեր գրնագն է, իր հրաշքներով, իր գործերով, իր մեծամեծ գործերով, ինքը մեր գողքին է։ Բամը չկա, որ Աստուծո համար անգարելի է։ Գոմնա, որ մեր աչքերը հարենք Հիսուսին, մինչև գադարում, հարյուրի վրա կանի, ով գուզե հարյուրի վրա հայր, ամեն։